Ողջույն, եթերում Կիրակին է, ես Սարգիս Հարությունյանն եմ։ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին հաշված ամիսներ են մնացել։ Ընդհանուր քաղաքական դերակատարները կարծես հայտնի են նաև առաջնորդները, ովքեր հայտ են ներկայացնելու կառավարել Հայաստանը հունիսյան խորհրդարանական ընտրություններից հետո։ Ինչ է կատարվում ընդդիմադիր դաշտում, արդյոք միավորվելու են ընդդիմադիր ուժերը։ Այսօր խոսելու ենք այս թեմայից։ Մեր հյուրն է ազգային ժողովում Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, բարև ձեզ, պարոն Մինասյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Պարոն Մինասյան, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ըստ էության ասաց, որ ինքն է լինելու Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն։ Սա նշանակում է, որ ըստ էության ձեզ արդեն հայտնի է կազմը ապագա դաշինքի, ապագա նախընտրական դաշինքի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, Դաշնակցություն, ճիշտ եմ։ Տեսեք, այն ինչ ասել է երկրորդ նախագահը, այս պահի դրությամբ մեր քննարկումների, նախնական քննարկումների իման վրա է ներկայացվել, մենք որևէ պատճառ չունենք դաշինքը փոխելու եւ նաև շատ կարևոր է շեշտադրումը, որ ինչպես որ 21 թվականին էր Հայաստան դաշինքը հանդես գալիս, նախագահի երկրորդ նախագահի վարչապետի թեկնածուով, նույն ձևով հիմա մենք նախնական մտադրությունը այդպիսին է։ Սակայն սա չի նշանակում, որ մենք սահմանափակվելու ենք երկու ուժով եւ մենք հիմա էլ աշխատանքները գնում են, քայլերը նախաձեռնվում են, որպեսզի եթե հնարավորություն լինի մեր մոտեցումներին համապատասխան ավելի ընդգրկուն լինի դաշինքը։ Նոր ուժերի հետ կապված հնարավոր մենք դեռ կխոսենք, ես գիտեմ, որ նոր դեմքեր լինելու են, կարող եք ինչ-որ անուններ արդեն հնչեցնել։ Չէ, այս պահին թույլ տվեք չհնչեցնել, որովհետև քննարկումները գնում են, բանակցությունները գնում են, հարցն հետևյալն է, որ այն ուժերը, որոնք որ կրում են այն արժեքային համակարգը եւ մոտեցումները ու մարտավարությունը, որը կիսում է դաշնակցությունը, ընդունում է նաև երկրորդ նախագահը, խոսքը այս շրջանակների մասին է։ Իսկ տոկոսային հարաբերակցությամբ, եթե փորձենք գնահատական հնչեցնել, դատողություն անել, Հայաստան խմբակցությունը էապես կփոխվի, կիսով չափ կփոխվի, ինչ կարող եք ինչ-որ թվեր ասել։ Չէ, տեսեք, օրենքի պահանջի համաձայն առնվազն երկու կուսակցություն կարող են ձևավորել դաշինք։ Բնականաբար խոսքը գնում է նախ եւ առաջ երկրորդ կուսակցության մասին, որը որ պետք է ներգրավի եւ կա սահմանափակում առ այն, որ 30%-ից ավելին չի կարող անկուսակցական լինել, եթե որևէ երկու կուսակցությունների անդամ չի, եւ հետեւաբար այդ սրա շրջանակներում ձևավորվելու է դաշինքի նախընտրական ցանկ։ Որ ուժերի հետ եք բանակցում, որպեսզի այդ ուժերից ներգրավեն դաշինքում։ Գրեթե բոլոր այն ուժերի, որոնք որ այս ընթացքում նաև հայտնի են, որ կիսել են մեր տեսակետները։ Օրինակներ կարող եք ասել։ Նույն վարշապատ ընտրություններում մասնակցող ուժերից կան, թույլ տվեք կոնկրետ կուսակցությունների անուններ չտալ, եւ նաև անհատներ, անձինք, ովքեր որ դերակատարություն ունեն։ Ես հիմա ինչու չեմ ուզում անուններ հրապարակել, որովհետև ի վերջո քննարկումների փուլում է, բանակցությունների փուլում է եւ երբ որ հստակություն կմտնի, պարզ կլինի արդեն, ասեմ ավելին, կուսակցությունը իր համագումարը գումարել է եւ լիազորությունները տվել է Գերագույն մարմնին, որպես այս բանակցությունները կազմակերպվեն եւ վերջնական արդյունքները ներկայացվի կուսակցության համագումարի հաստատման։ Իր խոսքում երկրորդ նախագահը նաեւ այսպիսի միտք ասաց, գիտեք Հայաստանում ես մոտավոր մեջ բերեմ, այնպիսի իրավիճակ է, որը եկեղեցու հետ կապված, ազգային ինքնության հետ կապված հարցերի պատճառով, որը թույլ է տալիս ավելի լայն դաշինք ստեղծել, գուցե միասնական ընդդիմադիր դաշինք ստեղծել։ Դուք սա հավանական համարում եք։ Տեսեք, երկու տակտիկական այստեղ խնդիր կա։ Առաջին խնդիրը հետևյալն է, որ ինչպես որ միջազգային փորձը հատկապես վերջին զարգացումները ցույց տվեց, հատկապես բռնապետական բնութագրվող ուժերը գնում են այն տարբերակին, որ
զրկեն ընդդիմությանը մաքսիմալ մասնակցելու հնարավորությունից։ Այդպեսին եղել է Մոլդովայում, այդպեսին եղել է Ուկրաինայում եւ տարբեր այլ օրինակներ կա։ Տակտիկական տեսակետից սա նախընտրելի տարբերակ չէ, որ մեկ միասնական ցանկ ձևավորվի, հա, որովհետեւ պատկերացրեք, եթե զրկեն, ստացվում են դիմադիր մյուս ուժերը նույնպես զրկվում են այդ հնարավորությունից։ Իսկ որ Հայաստանի գործող իշխանությունը քննարկում է նաև այս տարբերակը, իրենք դրա մասին բարձրաձայնել են, իրենք չեն թաքցնում դրա մասին, անգամ հրապարակային խոսում են Մոլդովայի հնարավոր սցենար կիրառելու մասին եւ այլն։ Երկրորդ տակտիկական Իսկ դուք չեք բացառում, որ Հայաստանի իշխանությունները պարզապես կարգել են ընդդիմադիր ուժերին մասնակցել ընտրություններին։ Հայաստանի գործող իշխանությունը պատրաստ է ամեն մի ապօրինի գործողության գնալու։ Սա հաստատված է նաև փորձով, ինչպես որ հիմա է տեղ ունենում։ Դրա համար նախընտրական շրջանում մաքսիմալ պետք է զրկել այս ռեժիմին նման մեկ գործողությամբ ընդդիմությանը արգելելու հնարավորությունից։ Երկրորդ տակտիկական քայլը, ավելի ճիշտ ոչ թե քայլը, տակտիկական առանձնահատկությունը հետևյալն է. անշուշտ կան օրակարգային բազմաթիվ հարցեր, որոնք որ միավորում է այսօր ընդդիմությանը։ Դա ինչպես նշեցիք, եկեղեցին է, ազգային բազմաթիվ հարցեր են, կադրային քաղաքականություն է, բանակի նկատմամբ վերաբերմունք է եւ այլն։ Գրեթե բոլոր ընդդիմադիր դաշտի հիմնական դերակատարները այս հարցերում ունեն ընդհանուր մոտեցումներ։ Բայց այդ տակտիկական նկատառումից ելնելով կարծում եք հավանական չէ մեկ դաշինք ձևավորել, մեկ ընդդիմադիր Եվ հենց այս դաշինք։ տակտիկայից ելնելով, քանի որ վերջնանպատակները այս արժեքային համակարգերի հետ կապված նույնական են, ոչ թե նախընտրական փուլում, հնարավոր է հետընտրական փուլում համագործակցություն։ Նախընտրական փուլում բացառում եք։ Նախընտրական փուլում, ինչպես որ թե երկրորդ նախագահն է ասել, թե մենք ենք մեր բազմաթիվ զրույցներում ասել, խոսքերում ասել, հնարավորություն տեսնում ենք, որ ձևավորվի 3 առավելագույնը 4 ընդդիմադիր այնպիսի բևեռներ, որոնք որ նաև մեր ընտրողների համար կդառնան, այսինքն ոչ իշխանություն ընտրողների համար Ընտրության հնարավորություն։ Ի վերջո, տեսեք, մի օրինակ բերեմ, բազմաթիվ են անձինք, որոնք որ, հա, ասենք օրինակ, չգիտեմ, տարբեր պատճառներով չեն ուզում տեսնել երկրորդ նախագահին կամ դաշնակցության իշխանության, բայց նրանք չեն ուզում գործող իշխանությանը տեսնել Հայաստանի ապագա նաև իշխանություն։ Հետևաբար անհրաժեշտ է, որպեսզի այս մեր հայրենակիցները ունենան ընտրության հնարավորություն։ Ես մեր վրա բերեցի օրինակը, որպեսզի որևէ այլ ուժ չնեղցրտի այդ առումով, հա։ Դուք ձեր խոսքում ասացիք բռնապետական իշխանություններ Մոլդովայում, Ուկրաինայում, կարծում եք այնտեղ բռնապետական Միանշանակ։ Ձեր քննադատները ձեզ կասեն, գիտեք, մենք տեղյակ ենք Ռոբերտ Քոչարյանը այսպես ռուսամետ գործիչ է, բռնապետական իշխանություն չէ Ռուսաստանում։ Տեսեք, նախ սխալ է այդ ենթադրությունը, որ երկրորդ նախագահը նույնը վերագրում է նաև դաշնակցությանը, որ ռուսամետ քաղաքական ուժ կամ գործիչներ են։ Այդպես չէ։ Սա այն թյուրիմացությունից է գալիս, որ ժամանակին ակտիվ համագործակցությունը ռուսական իշխանությունների հետ եղել է եւ հիմա էլ եթե անհրաժեշտություն կա, պետք է լինի, որովհետեւ Ռուսաստանը այս տարածաշրջանում գլխավոր դերակատար է։ Ուզեն մարդիկ թե չուզեն եւ հետեւաբար հաշվի չառնել այս հանգամանքը եւ ընդգծված ձևով հանդես գալ հակառուսական դիսկերից, ինչպես որ այս իշխանությունները Հայաստանի այսօր փորձում են անել, երբ որ եվրոպացիների կամ ամերիկացիների հետ են շփվում եւ հակառակն են անում, երբ որ ռուսների հետ են շփվում, սա անընդունելի ու մերժելի է մեր համար։ Եվ այս տեսակետից ակնհայտ է մեկ բան. Հայաստանը հաստատապես ոչ Նիկոլ Փաշինյանի ժամանակ, շատ ավելի վաղուց այդ թվում նաև Ռոբերտ Քոչարյանի ժամանակվանից որդեգրել է եվրոպական ժողովրդավարական ինտեգրման համակարգը։ Ես ուզում եմ հիշեցնել մի քանի կոնկրետ փաստեր, հա, նույն Եվրախորհրդի անդամակցություն, նույն բանակցություններ, նույն ժողովրդավարության վերաբերյալ բազմաթիվ կանոնների ընդունում եւ այլն եղել է ըստ էության առաջին նախագահի կառավարման տարվա վերջից շարունակվել է եւ խորացվել է երկրորդ նախագահի օրոք եւ երրորդ նախագահի օրոք նաեւ ստացել են կարեւորագույն փաստաթուղթ ՍԵՊԱ համաձայնագիրը։ Այս ամենը խոսում են մասին, որ կեղծ եւ սխալ է ներկայացնել մեղադրանքը
Իսկ Ռուսաստանում բռնապետական իշխանության հետ կապված ինչ կարող եք ասել ձեր գնահատականը։ Տեսեք, Ռուսաստանի իշխանությունների վարքագիծը ժողովրդավարության հետ կապված հարաբերությունները բազմաթիվ հարցերով քննադատության ենթակա։ Բայց բռնապետական չէ։ Բայց ես չեմ կարող ինձ իրավունք Այնպես ինչպես Մոլդովայում կամ Ուկրաինայում ձեր Ես կարծիքով։ վերում եմ կոնկրետ օրինակներ, էլի, ասենք, տեսեք, ընտրությունների շրջափուլում Մոլդովայում վերջին զարգացումն է, չէ՞։ Շատ բաց եւ պատկերավոր ասած, ինչպես զրկեց մոլդովական իշխանությունը մոլդովացիների ընտրելու իրավունքից, հնարավորությունից, իրենց օրենսդրության շրջանակներում, հա։ Ռուսաստանում եղել է խնդրեմ եւ այդ խնդրեմը քննադատության ենթակա է, երբ որ այլընտրանքային տեխնացուներին չէին թողում գրանցվել։ Դա այնտեղ մարդկանց նստացնում են ընդհանրապես այլընտրանքային Բոլոր տեղերում նստացնում են, իսկ հատկապես մեր մոտ հիմա ոչ թե միջև ընտրություններն են, ոչ թե ընտրությունների ժամանակ, այլ միջև ընտրություններն են իրականացնում նման այլանդակ գործողություններ։ Չհեռանալով Ռուսաստանից, պարոն Մինասյան, ընդդիմադիր հայաստանյան ընդդիմադիր մեկ այլ ուժի վարչապետի տեխնացու Լևոն Զուրաբյանը կարծիք է հայտնում, որ հիմա ընդդիմադիր դաշտում այսպես ամենից այսպես մեծ հեղինակություն ունեցող առաջատար ուժը Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանն է եւ պետք է միավորվել այդ ուժի շուրջ։ Մենք գիտենք, որ երկրորդ նախագահը նույնպես այսպես համակրանք ունի այդ ուժի նկատմամբ։ Դուք հնարավոր համարում եք, որ այդ ուժի հետ դաշինք կազմել։ Տեսեք, մենք ինչպես բազմիցս բանակցում եք իրենց հետ։ Ինչպես բազմիցս նշել ենք, ճունենք խանդի տեսարան եւ ունենք ընդհանուր շահեր։ Ընդհանուր շահ Ընդունում եք, որ Սամվել Կարապետյանի ուժն է առաջատարը ընդհանուր շահ դժվար է այս պահին գնահատել, թե ով է առաջատարը։ Մենք ուրախ կլինենք, որ իշքան դիմադիր դաշտում բևեռները մեծ հնարավորություններ ունենան, մեծ համակրանք ունենան, այնքան օգտակար են հիմնական նպատակի համար, որ մենք տեսնում ենք։ Իսկ այդ հիմնական նպատակը հետևյալն է՝ զրկել Նիկոլ Փաշինյանին եւ ՔՊ-ին առաջիկա ընտրություններում մեծամասնություն ունենալու հնարավորությունից, որովհետև նախընթաց 8 տարիները ցույց տվեցին, որ այս մարդկանց մեծամասնությունը ավերում է երկիրը, ավերում է ազգային նպատակը, կազմաքանդում է պետականությունը։ Երբ հետեւաբար գլխավոր խնդիրը զրկել Նիկոլ Փաշինյանին եւ ՔՊ-ին, նորից եմ կրկնում, մեծամասնություն ունենալու հնարավորություն։ Եվ հետեւաբար այդ տեսակետից մենք կողմ ենք եւ քաջալերում ենք այս ուժերին, որպեսզի իրենք կարողանան հանրության վստահությունը ունենալ։ Այս փուլում չկա նման բանակցության ոչ անհրաժեշտություն, ոչ որևէ բան։ Ինչ եք բանակցում։ Տեսեք, զրույցներ, տարբեր քննարկումներ Բայց դրանք բանակցություններ չեն։ Բանակցություն Եվ նպատակել չկա դաշինք կազմելու, ճիշտ եմ ձեզ հասկանում։ Նախընտրական դաշինք կազմելու որևէ նպատակ չկա։ Սամվել Կարապետյանի ուժի։ Որովհետև ի վերջո մեր գլխավոր, նորից եմ կրկնում, խնդիրը հետևյալն է։ Հնարավոր է համագործակցություն այդ արժեքների շուրջ հետընտրական շրջափուլում, բայց մինչև ընտրությունները մտածել, որ այս բևեռները իրար միավորվեն, դա թե տակտիկապես, թե գաղափարապես եւ թե նաեւ անհատապես ճիշտ մոտեցում չէ։ Բազմաթիվ դիտորդների գնահատմամբ Ռոբերտ Քոչարյանը այնուամենայնիվ այն անձը չէ, որ կարող է այսպես առաջնորդել շարժումը, որովհետև 2008 թվականի իրադարձությունների հետ կապված ու ոչ միայն բավականին այսպես բացասական մոտեցում կա Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ հայաստանյան հանրության շրջանում եւ 2021 թվականի ընտրությունների արդյունքներից էլ դատելով այդուհանդերձ ճիշտ համարում եք, որ հենց երկրորդ նախագահը գլխավորի Հայաստան դաշինքը։ Տեսեք, նախընտրական ցուցակը նկատի ունեմ։ Տեսեք, նախ երբ որ մենք մարդու վերաբերյալ կարծիք ենք հայտնում, նաև պետք է այն մթնոլորտը փորձենք հասկանալ, թե ինչպիսի միջավայրում է այդ գնահատականները ստացել եւ այդ բացասական պատկերացումը ձևավորվել։ Այն քարոզչությունը, որ իրականացվել է երկրորդ նախագահի կառավարման տարիների վերաբերյալ, իսկապես 80-90%-ը կեղծ են եղել, սուտ են եղել եւ իրականության հետ առնչություն չունեն։ Մարտի 1-ի դեպքերի մասով, երբ որ թիրախը երկրորդ նախագահն է, ես ուզում եմ հիշեցնել, որ մինչև Նիկոլ Փաշինյանի 3-րդ թե 4-րդ տարվա ընթացքում, իշխանությունից հետո միշտ համարվել է, որ մարտի 1-ի գլխավոր խառնակիչներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանն է։ Եվ հիմա էլ եմ ես այդ համոզմանը, որովհետև այն գործողությունը եւ այն մթնոլորտը,
որ ստեղծեց այս անձը նույն 2008 թվականի մարտի 1-ին նախորդող շրջանում եւ հենց բուն մարտի 1-ին, ես համոզված կերպով ասում եմ, որ այս անձը շարունակում է մարտի 1-յան խառնակցությունը նաև հիմա, արդեն նաև որպես իշխանության կարգավիճակ։ Դա վերագրել նախագահ Քոչարյանին ես մեղմ ասած արդար չեմ համարում։ Իհարկե ես չեմ ասում, բայց իրավապահ մարմինները ենթարկվում էին իշխանությանը, ոչ Նիկոլ Փաշինյանին 2008 թվականին, եւ մենք լավ հիշում ենք իրավապահ մարմինների գործողության արդյունքում ինչ տեղի ունեցավ։ Իսկ այսօր իրավապահ մարմիններից ով է այս գործի շրջանակներում ներգրավված։ Կարող եք անուններ տալ։ Եւ ի վերջո կարևոր մեկ հանգամանք, երբ որ խոսում են նույն, ասենք, պաշտպանության նախարարությունում տեղ ունեցած խորհրդակցության եւ այլնի մասին, տեսեք, ես այն մարդն եմ եղել, որը որ նաեւ այդ ժամանակ ազգային ժողովում ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի անդամ եմ եղել եւ իմ հատուկ կարծիքն եմ տվել ես եւ Արտաշես Շահբազյանը այդ եզրակացությանը, որ այդ հանձնաժողովը տվել է եւ որտեղ 3 կետով վերապահում եմ ես ունեցել։ Ես փորձել եմ լինել օբյեկտիվ, ի տարբերություն նաեւ այն մարդկանց, որոնք այն ժամանակ ներգրավված են եղել հանձնաժողովի աշխատանքների մեջ, հիմա իշխանություն են, որոնք ծպտուն չէին հանում այդ ժամանակ։ Տեսեք, իրականում բոլորը մոռացել են Քոչարյանի կառավարման տարիներին տնտեսական, սոցիալական ձեռքբերումները։ Մոռացել են։ Ֆիքսվել են մի քանի կետերի վրա։ Ես չեմ ասում, որ իդեալական եղել, ոչ ամենևին, բազմաթիվ թերություններ ու սխալներ են եղել, բայց դրանք պետականաքանդ սխալներ չեն եղել։ 2008-ը պետականաքանդ սխալ չէր։ Ոչ, որովհետև 2008 թվականը, եթե դուք վերագրում եք Քոչարյանին, ես ասում եմ, ինքը այստեղ մասնակցությունը այնքան չնչին է, որ չի կարելի այդ գործողությունը վերագրել երկրորդ նախագահին եւ ես բերեցի օրինակներ, հա, հիմա ասենք նույն Նիկոլ Փաշինյանը, որ իր նայում է էլի ինքը իր այդ կադրերը, երբ որ ասում է փառավորվեց հոգիս եւ այլն, երբ որ իրավապահ մարմինների նկատմամբ էր գործողություն ձեռնարկում, հիմա ուղիղ հակառակը քաջալերում է իրավապահ մարմիններին, ինչքան հնարավոր է խոշտանգման եւ դաժան վերաբերմունքի արժանացնեն ընդդիմադիր հատվածին։ Պարոն Մինասյան, անդրադառնանք կառավարություն, եկեղեցի կամ եկեղեցու վերնախավ, այսպես հակամարտությանը։ Տեսեք, իշխանության ներկայացուցիչները քննադատում են կաթողիկոսին, Գարեգին II-ին, ասում են զավակ ունի, հետևաբար խախտել է կուսակրոնության ուխտը, հետևաբար չի կարող գլխավորել հայաստանյաց առաքելական եկեղեցին։ Ճիշտ չեն ասում։ Տեսեք, դուք կարող եք ցանկացած հարց բարձրաձայնել, բայց այդ հարցերի լուծումը դուք իրավասու չեք տալ։ Եթե դուք բարձրաձայնում եք այդ հարցը, իրավասու մարմինը, օրգանը, կառույցը վստահաբար ոչ կառավարությունն է, ոչ քաղաքական իշխանությունն է։ Դրա լուծումը գտնվում է եկեղեցու մոտ։ Ի վերջո հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին, Սարգիս ջան, համայն հայության, ամենայն հայոց եկեղեցին է, այսինքն ամբողջ հայության, թե Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների եւ թե Հայաստանից դուրս բնակվող ազգությամբ հայերի եւ առաքելական եկեղեցու հետևորդների միավորող կառույցն է։ Կարևոր է որպեսզի տեսեք, հետեւաբար իշխանությունը կարող է բարձրաձայնել այդ հարցը, բայց իշխանությունը իրավասու չէ այդ հարցին լուծում տալ։ Այդ հարցի երկրորդ բաղադրիչ, այդ հարցի լուծման կամ հարցի բարձրացման սահմանադրական տարբերակը կա։ Ինչից խուսափում է իշխանությունը, որովհետև իրեն ձեռ չի տալիս այդ տարբերակը գործադրել։ Ո՞րն է այդ տարբերակը։ Այդ տարբերակը կառավարություն եւ եկեղեցի երկու կառույցների խորհուրդն է։ Որ պետք է այդ խորհուրդը կյանքի կոչվեր եւ նմանատիպ հարցադրումներ առաջ բերվեր։ Մինչդեռ իշխանությունը գնացել է ամենաայլանդակ մեթոդների, խախտելով սահմանադրական բոլոր կարգավորումները, խախտելով եկեղեցու ինքնավարությունը, խախտելով հայաստանյան օրենքները,
Հայաստանի Հանրապետությունում ընդունված է խղճի եւ կրոնական ազատությունների մասին օրենք, հա, հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետ հարաբերությունների մասին օրենք, որտեղ սևով սպիտակի վրա գրված է. պետությունը իրավունք չունի եկեղեցում ունենալ հանձնակատար։ 1. Երկրորդ, պետությունը իրավունք չունի միջամտել ինքնավարությանը։ 3. Եկեղեցին իրավունք ունի ունենալ հոգևոր ներկայացուցիչներ մշտական զորամասերում օրինակ, հա, ինչը անում Հայաստանի կառավարությունը, Նիկոլ Փաշինյանը։ Այս օրենքները մի կողմ է շպրտել եւ հարձակվել է եկեղեցու վրա։ Ովքեր ասում են, որ չէ, անձերի հետ կապված խնդիրներ ունի, դրանք կամ իրականության չեն ծանոթ չեն, կամ կեղծում են իրականությունը։ Տեսեք, օրինակ նույն սրբազանների այն հատվածը, որը որ այսօր գտնվում է աջակցության Նիկոլ Փաշինյանի կողմից, հա, այդ դիրքում։ Նրանցից քանիսն են կուսակրոնության ուխտը խախտել։ Այդ հարցը պարզել է։ Ձեզ համար կարևոր է այդ հարցը։ Ոչ, որովհետև Այսինքն կներեք, ես ուզում եմ հասկանալ, հայաստանյան ընդդիմադիր ուժերը, ովքեր հայտարարում են, որ մենք կանգնած ենք Գարեգին II-ի կողքին եւ պետք է պահպանվեն այդ կանոնները, եկեղեցու հետ կապված, որովհետեւ եկեղեցին կարևոր ազգային առաքելություն ունի, բայց նույն այդ ուժերը, նույն Գարեգին II-ը անտեսում են կուսակրոնության ուխտի խախտման ով ասես ձեզ, ախր տեսեք, դուք գնահատական եք տալիս մի բանի, որից ոչ մենակ ինֆորմացված չեք։ Չէ՞ որ եկեղեցին Ես գնահատական չեմ տալիս, ես հարցեր եմ տալիս, ես ուզում եմ հասկանալ, երբ որ իշխանությունները քննադատում են, մեղադրանք են հնչեցնում, ասում են կաթողիկոսը ունի զավակ։ Դուք փորձել եք այդ հարցը բարձել։ Տեսեք, այդ հարցադրումը երբ որ դրվել է, այդ հարցի լուծման տարբերակը կամ լուծման բանաձևը եկեղեցում է գտնվում։ Դուք պահանջեք, ասեք, եկեղեցի, խնդրում ենք, այս հարցին լուծում տվեք։ Դե Գարեգին II-ը չի արձագանքում։ Ոչ, որովհետև հարձակումը, որ կազմակերպված է կաթողիկոսի նկատմամբ, նրա շրջապատի նկատմամբ, նրա կողմից, այսպես ասած, ոնց է կոչվում եկեղեցու այդ կանոնների համաձայն, հա, շնորհված կարգերի համաձայն, հարձակում է կազմակերպվում այս անձանց նկատմամբ, այս Բայց ինքը կարող է այդ հարցին լուծում տալ, փակել այդ հարցը եւ առաջ շարժվել։ Ձեզ մոտ հարց չի առաջանում, ինչու՞ չի այդ հարցին ինքը անդրադառնում։ Այդ հարցերին լուծման տարբերակները եպիսկոպոսատ ժողովն է, այն մեծ ընդհանուր ժողովն է, որ պետք է գումարվի, բայց առանց դրանց սпасելու, ինչու է Նիկոլ Փաշինյանը եւ նրա շրջապատը հարձակվում, շարունակում հարձակվել։ Ի վերջո ես նորից եմ կրկնում, եկեղեցու սրբադասված կանոնների մասնագետ չեմ, բայց ես գիտեմ եւ տեղյակ եմ, որ հաճախ մեղքը, որ գործվում է, ենթարկվում է նաեւ ապաշխարության եւ կա կանոն։ Հիմա եթե ես չեմ տիրապետում այդ ինֆորմացիային, ես ինչպես կարող եմ մարդուն դատապարտել այդ ամենով։ Դե եթե հնչում է մեղադրանք, եթե դուք էլ կանգնած եք Գարեգին II-ի կողքին, գուցե հարց բարձրացնեք, ասեք վեհապար, հնարավոր է այս հարցը փակել եւ առաջ շարժվել, ինչու են ամիսներ շարունակ բայց չէ՞ որ վեհապարը հանդես է եկել այդ մասով առաջարկությամբ, որ առաջիկա ժողովներին, եկեղեցական ազգային ժողովներում, եպիսկոպոսատ ժողովներում այս հարցերին անդրադարձ լինելու է, բայց չսպասելով նորից եմ կրկնում այս ամենին, հարձակվել եւ մարդուն պիտակավորել, թիրախավորել, վիրավորել, ի վերջո վիրավորում են նաեւ հայ ազգի հոգևոր արժեքները, հասկանում եք, անկախ ամեն ինչից։ Ենթադրենք, թե պատկերացրեք, վաղը մյուս օրը ազգային եկեղեցական ժողովը վերահաստատեց, որ ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին II կաթողիկոսն է։ Դրանից հետո, ասենք այս մարդիկ, որոնք որ հիմա մեղադրանք են ներկայացնում, ինչ են ասելու։ Եվ հաստատեց, որ այո, եղել է ապաշխարություն, եթե խախտում է տեղի ունեցել, եղել է ապաշխարություն եւ եկեղեցական սրբադասված կանոնների համաձայն անձը պետք է շարունակի պարտականության իրականացումը։ Հիմա դառնալու է, որ ամբողջ եկեղեցու կանոններն են դառնալու թիրախը։ Ի վերջո մի բան էլ ասեմ։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը անդադ խոսում է, ասում է, ես ժողովրդի մանդատը ստացած մարդ եմ եւ այլն։ Նախ ինքը չի ստացել, իր գլխավորած քաղաքական ուժն է ստացել,
Բայց երկրորդ ամենակարևոր հանգամանքը ինքը ստացել է, ենթադրենք, եթե ստացել է Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների վստահությունը, որոնք ընտրություններում գնացել քվեարկել են, հա, իր օգտին։ Բա Հայաստանի Ծառայական Սուրբ Եկեղեցու գլուխը կամ առաջնորդը, ամենայն հայոց կաթողիկոսն է։ Նա ամբողջ ժողովրդի ներկայացուցչական մարմինների կողմից ընտրված անձ է։ Հիմա եթե լեգիտիմության մակարդակի մասին ենք խոսում, բայց մարդ իրան հարց չի տալիս, ասի, բայց ինքն ով է որ մտնի այդ դաշտ։ Ինքն ինչ մանդատ ունի այդ դաշտ մտնելու։ Անդադ ինքը խոսում է, չէ, լեգիտիմության, իրավունքի, մանդատի եւ այլնի մասին։ Կամ ով է ինքը որ որոշի թե կարկալույծը արվածը կարկալույծ է թե ոչ։ Ռոբերտ Քոչարյանը իր օրերս ասուլիսի ընթացքում նաև այսպիսի միտք հնչեցրեց, թե թրիփը ամենից մեծ անվտանգային սպառնալիքն է լինելու Հայաստանի համար։ Ես հիմա չեմ ուզում թրիփից հարցնել, ես ուզում եմ հասկանալ Հայաստան դաշինքի մոտեցումը ընդհանրապես Ադրբեջանի հետ հարաբերությունների վերաբերյալ, որովհետև այդ հարցը Հայաստանի, իմ կարծիքով Հայաստանի թերևս կարևորագույն հարցերից մեկն է, եթե ոչ ամենակարևորագույնը։ Ո՞րն է այդ մոտեցումը։ Դուք ինչ հարաբերություններ եք պատկերացնում Ադրբեջանի հետ։ Դուք չեք ուզում, որ Հայաստանն ու Ադրբեջանը առևտուր անեն։ Դուք ուզում եք, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմեն։ Այ ո՞րն է ձեր մոտեցումը։ Շնորհակալ եմ այդ հարցի համար։ Խոսքը չի գնում միայն նախագահի կողմից ասուլիսի ժամանակ բերված հարցադրմանը, շատ ավելի լայն է, որտեղ թե դաշնակցության եւ թե մեր դաշինքի մոտեցումը այստեղ շատ պարզ է։ Մենք երբեք դեմ չենք եղել հարաբերությունների հաստատմանը։ Ադրբեջանի հետ էլ, Թուրքիայի հետ էլ, որ հաճախ մեզ մեղադրում են շատ բաներում։ Իսկ հիմա դեմ եք։ Տարածքային ամբողջականության նաև իբր այդ պետությունների սկզբունքների խախտման կամ տարածքներ պահանջելու։ Մենք միշտ առաջնորդվել ենք մեկ կարևոր սկզբունքով՝ մարդու հիմնարար իրավունքներ, որոնք միավորում են նաև ազգի իրավունքը։ Եվ այն հատվածներում, որտեղ որ բռնկում է տեղի ունեցել, այս իրավունքների հետապնդման մասին է խոսքը ընդամենը գնում։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը Ալիևից առաջ ընկնելով անընդհատ մեղադրում է ազգային ուժերին, ազգային գործիչներին պատերազմ հրահրելու, այսպես մոլուցքով տառապելու մեջ, չէ՞։ Միշտեղ դա կեղծ է, իրական չի։ Մենք կողմ ենք այդ հարաբերությունների հաստատման Ադրբեջանի հետ, բայց այդ հարաբերությունը պետք է արդարության վրա հիմնված հարաբերություն լինի։ Ո՞րն է արդարությունը։ Արդարության վրա հիմնվածը այս դեպքում, հա, ոչ միայն նա է, որ պետք է արցախահայության իրավունքների ճանաչման եւ նրանց իրավունքների իրացման հարցը լինի օրակարգում, ձևակերպված եւ ընդունեն կողմնել, որ կա այս իրավունքը։ Այս իրավունքը չի կարող ցնդել։ Սա միջազգային հիմնարար իրավունք է, ավարտված նրանով, որ տնտեսական հարաբերություններում պետք է համարժեքություն լինի։ Օրինակ բերեմ, եթե Ադրբեջանից Հայաստանով անցնող ճանապարհները լինեն համարժեք իրար, առնվազն գոնե այն տարածքային չափով, որը թույլ կտա երկու կողմին էլ հավասարակշռված քաղաքականություն վարել։ Օրինակ, երկաթգիծը եթե պիտի անցնի ընդամենը 42 կիլոմետր հատվածով Հայաստանի, բայց Ադրբեջանում 500-600 կիլոմետր, պատկերացրեք մի լավ օր Ադրբեջանը ընդամենը 2 դրամով բարձրացնում է տարանցման գինը։ Հայաստանը պետք է համարժեք քայլ անի, չէ՞, դրան, որպեսզի հավասարակշռություն ապահովի։ 42 կիլոմետրի վրա քո 2 դրամը եւ 500 քանի կիլոմետրի վրա համարժեք է։ Դա օբյեկտիվ իրական մենք չենք կարող։ Օբյեկտիվ իրականություն չի, որովհետեւ կա մենք չենք կարող մեր 42 կիլոմետրը սարքել 500 կիլոմետր։ Մենք ունենք ճանապարհ, նույն Ղազախով եւ այլն, որ գալիս է Դիլիջանով եւ այլ, որը համարժեք ճանապարհ է։ Ավելին, դա Հայաստանի տնտեսապես ավելի ձեռնտու է։ Հիմա թրիփի մասով մոտեցումը, կիսատ ասացիք դուք Քոչարյանի հրապարակած մոտեցումը։ Նա ասում է, այսօրվա վիճակով այս ձևակերպումը որ սպառնալիք է։ Բայց եթե սա համալրվի, ինքը կդառնա Ռուսաստանի եւ Չինաստանի ներգրավվածությամբ։ Ոչ միայն դա, տարածաշրջանի նաև այլ կոմունիկացիաների ներգրավմամբ։ Այդ ժամանակ սա կդառնա լավագույն գործիքներից մեկը։ Բայց Պարմինասյան, թրիփի պայմանագրում կներեք, որ ընդհատեցի ձեզ,
Թրիփի պայմանագրում նշված չէ, որ գիտեք, օրինակ, եթե երկաթգիծ կառուցվի Սյունիքի տարածքով եւ որը Երևանը կկապի Թեհրանի հետ, չի կարող նման բան բայց տեղի այստեղ ունենալ։ խոսքը գնում է փաթեթի մասին։ Եթե սա փաթեթ է, փաթեթը ամբողջական պետք է լինի։ Տեսեք, ռուսական կողմը անգամ ռուսական կողմի մոտ հարցեր է առաջանում այդ 42 կիլոմետրը վերանորոգելու։ Էլ ուր մնաց հյուսիս-հարավ երկաթգիծ կառուցելու Տեսեք, խոսքը չի գնում Ռուսաստանին մենակ ներգրավելու մասին։ Խոսքը գնում է նախ եւ առաջ Հայաստանի տնտեսական շահը, քաղաքական շահը հավասարակշռված առաջ բերելու մասին, որտեղ կարող են չի բացառում չմասնակցել, բայց կարող են մասնակցել Չինաստանն էլ, Ռուսաստանն էլ, Իրանն էլ, Եվրոպան էլ, Թույլ տվեք Ամերիկան էլ։ նորից միջամտել։ Ընդամենը օրերս Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղյակ եք վստահաբար, որ հայտարարեց, որ Ռուսաստանը շահագրգռված է եւ այժմ քննարկում են այդ թրիփի ուղուն միանալու հարցը։ Հետաբար ո՞րն է խնդիրը։ Ես ասում եմ դրա համար ելակետը սխալ եք դուք դնում եւ նաեւ այն քննադատները, որոնք Քոչարյանին քննադատում են։ Մենք ասում ենք Հայաստանի տնտեսական շահը, այս գործիքը թրիփը, ընդ որում Քոչարյանը ասեց նաեւ, խոսքը չի գնում այս թրիփը միայն հենց թրիփ անվանումով։ Կարա լինի թրիփ 1, թրիփ 2, թրիփ 3, հա, բայց ամբողջություն ունենա։ Եվ Ռուսաստանի ներկայացուցչի հայտարարությունը տվյալ դեպքում ինձ այդքան չի հետաքրքրում, որովհետեւ ասեմ ինչի, որտեվ նույնիսկ այս փոքր ծավալի մեջ Ռուսաստանի ներգրավումը Հայաստանի տնտեսական շահին շատ բան չի տա, եթե սա ամբողջական չդիտվի։ Հասկանալի է, վերադառնանք վերջին հարցն է, վերադառնանք Եվ ավարտեմ այս մասով, ընդհանրապես երկրների հետ հարաբերությունների մասով, էլի։ Տեսեք, Ադրբեջանը այսօր ակնհայտորեն ինքը միջազգային նաև ասպարեզում ուժի իրավունքը փորձում է լեգիտիմացնել։ Եվ դրան օգնում է Հայաստանի գործող իշխանությունը։ Մեր քննադատությունը իրենց նկատմամբ հենց նաև սա է, որ դու իրավունք չունես ուժի իրավունքը օգնել այդ պետությանը, որպեսզի ինքը օրինականացնի։ Չէ՞ որ դա քո դեմ է ուղղված, քո ազգային արժեքների դեմ է ուղղված, քո ինքնության դեմ է ուղղված։ Դու առնվազն կարող ես միջազգային ասպարեզում բերել այն հիմնարար մոտեցումները, որը թույլ կտա արդար մոտեցումով խաղաղություն կառուցել։ Վերջին հարցը այս թեմայի հետ կապված։ Մինչ այն հարցերին անդրադառնալը, որը դուք նշեցիք, այնուամենայնիվ դուք կարծում եք, որ Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է հարաբերություններ սկսեն։ Ո՞վ ասեց։ Ես այդպես բան չասեցի։ Ես ասում եմ, այդ հարաբերությունները եղած այսօրվա փաստաթղթային հենքի վրա շատ քիչ են, թույլ են եւ ի վնաս Հայաստանի ու հայ ժողովրդի են գործում։ Այս մոտեցումները պետք է համալրվեն։ Եթե համալրումը լինի ամբողջական դառնա, մենք ոչ միայն կողմ ենք, մենք ինքներս ենք շահագրգռված, որպես այդ հարաբերությունները կայանան, տեղի ունենան։ Բայց եթե դու գնում ես, հայտարարում ես, ասում ես խաղաղություն է, տեսեք, բենզին եկավ, չգիտեմ ինչ եկավ, միևնույն ժամանակ քո ազգի ներկայացուցիչներն դե անարդար ձևով դատում են, հերոսի կոչում են տալիս հայի գլուխը կտրողին, դու ո՞նց կարող ես այդ իրավիճակում խոսել դիմացիդ կողմի արժանապատիվ խաղաղության մասին։ Դու ո՞նց կարող ես, էլի ասենք, տրամաբանությունը որտեղ է այստեղ։ Մենք նորից եմ ասում, չենք մերժում հակառակը, բայց այս ամենը պետք է համալրվի, փաթեթ պետք է դառնա։ Հիմա կարող են ասել, բա եթե Ադրբեջանը չուզեց, բա եթե Ադրբեջանը չի ուզում, ինչի՞ պիտի ուզի խաղաղություն ձեր հետ։ Ինչու։ Եթե Ադրբեջանը չի ուզում, որ ճանաչվի մարդու հիմնական իրավունքը, եթե Ադրբեջանը չի ուզում, որ արժանապատիվ ժողովուրդների միջև հարաբերություններ հաստատվեն, բա ո՞նց եք դուք մտածում, որ Ադրբեջանը խաղաղություն է ուզում, կամ ո՞րն է երաշխիքը։ Այն փաստաթուղթը, որը ստորագրված է, չունի երաշխավոր, չունի ուղղակի նախաստորագրված։ Մենք տեսանք Մոսկվայում 2020 թվականին ստորագրվեց փաստաթուղթ, եւ մենք տեսանք, որ 2023 թվականին Արցախից հայերը դուրս եկան, ռուսական ուժերը ոչինչ չարեցին։ Ինչ արեց Հայաստանի իշխանությունը այդ ժամանակ։ Ռուսական ուժերը ոչինչ չարեցին, իսկ ինչ արեց Հայաստանի իշխանությունը։ Տեսեք, ովքեր են ռուսական, չէ, ես խոսում եմ երաշխավորի մասին։ Ես դա եմ ասում։ Ովքեր են ստորագրել այդ փաստաթուղթը։ Իսկ ինչ արեց ռուսական իշխանությունը, Ես ոչ Ռուսաստանի պաշտպանն եմ, ոչ ես ինքս նեղված եմ եւ քննադատում եմ իրենց։ Ես ասում եմ, իսկ ինչ արեց Հայաստանը։ Առաջին հրաժարվողներից Արցախի
Հայաստանի գործող իշխանությունն էր, որ ասեց, ես չեմ միջամտելու, ես պատրաստ եմ փախստականներին ընդունելու։ Բա այդ Արցախը հայությունը, հայկական ժառանգությունը, բա ուր մնաց։ Բա դու ում իշխանությունն Դուք կարծում եք, եթե Հայաստանը միջամտեր, ուժերի հարաբերակցությունը թույլ կտար արդյունավետ կերպով միջամտել։ Ես չեմ ասում, որ այդ միջամտությունը պետք է անպայման ռազմական գործողություններով լիներ, բայց շատ կարևոր էր, որպեսզի միջազգային ացիաններում այս հարցերը դրվեին օրակարգի վրա։ Ոչ, ավելին ասեմ, ըստ չասեմ օդից կախված, նույնիսկ հաստատված տեղեկություններով այդ գործողություններից առաջ Հայաստանի իշխանությունները տեղյակ են եղել դրա մասին։ Տեղյակ են եղել, որ այսպիսի գործողություն է ձեռնարկվելու։ Լավ, այդ դեպքում առնվազն գոնե դու որպես եթե ազգային իշխանություն ես, պետք է կարողանաս քո ազգի շահերը պաշտպանելու համար միջազգային ացիաներում գոնե ներկայացնես այս ամենը։ Գոնե պահանջես, լավ, Ռուսաստանը չէր անում, բա ՄԱԿ կա, բա Եվրոխորհուրդ կա, Եվրոմիություն կա։ Դուք կարծում եք այդ հաստատությունները, այդ կառույցները արդյունավետ կերպով կարող էին միջամտել եւ ես կարծում եմ, ես համոզված եմ, որ առնվազն եթե այդ ձևով դրվեր խնդիրը, մենք այսպիսի աղետաբեր վիճակի մեջ չէինք հայտնվի։ Ես չեմ ասում 100% կլուծվեր, բայց առնվազն չէր լինի այն, ինչ որ տեղի ունեցավ եւ այսօր էլ արդարացնում է այդ գործողությունները։ Հասկանում եք, տեսեք, իշխանությունը ինչ մանիպուլյացիաների է գնում, ասում է, այնտեղ իշխանություն փոխվեց, դրա համար տենց եղավ։ Այսինքն իրենք անուղղակի ձևով հաստատում են, որ իրենք օգնել են, օժանդակել են Ալիևին, որովհետեւ մեկ էլ Ալիևը չէր ուզում, որ փոփոխություն տեղ ունենա, որ ընդ իշխանություն լինի եւ այլն։ Այսինքն ստացվում է, որ անուղղակի ձևով կամ հենց ուղղակի ձևով Հայաստանի իշխանությունը օգնել է թշնամական երկրի իշխանությանը, որպեսզի տեղի ունենա այս աղետը։ Եվ սրանց իրավական գնահատական պետք է տրվի իշխանափոխությունից հետո, անպայման պետք է տրվի։ Չի կարող ուղղակի մի ամբողջ ժողովուրդ ենթարկվի ցեղասպանության, տեղահանության եւ որևէ մեկը գոնե իրավասու դատարանում պարզաբանում չտա։ Պարոն Մինասյան, շատ շնորհակալություն հարցազրույցի համար։ Ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար։ Ես հիշեցնեմ, որ հյուրընկալել ենք Ազգային ժողովում Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին, կհանդիպենք։